Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր ապրիլի 18։ Քրիստոսը հաղթել է ձեզ համար պայքարում։ Մենք բազմաթիվ տխուր նամակներ ենք ստանում հավատացյալներից, ովքեր դեռ կապված են մեղավոր սովորությունների հետ։ Շատ պայքարող քրիստոնյաներ գրում են. ես չեմ կարողանում թողնել խաղամոլությունը, ես ալկոհոլային կախվածության գերի եմ, ես սիրավեպ ունեմ և չեմ կարողանում խզել կապերս, ես պոռնոգրաֆիայի ստրուկ եմ։ Այս մարդիկ մեկը մյուսի հետևից նամակներում գրում են նույն բանը. ես սիրում եմ Հիսուսին և խնդրել եմ Աստծուն, որ ինձ ազատի, ես աղոթել եմ, աղերսել եմ, որ Աստծուն հաճելի լինեմ, բայց չեմ կարողանում ազատվել, ինչ պետք է անեմ։ Ես շատ ժամանակ անցկացրեցի Տիրոջից իմաստություն փնտրելու համար, թե ինչպես պատասխանել այս հավատացյալներին։ Ես աղոթում էի. Տեր, դու գիտես քո զավակների կյանքը, նրանցից շատերը նվիրված, հոգով լցված սուրբեր են, բայց նրանց պակասում է քո հաղթանակն ու ազատությունը, ինչ է կատարվում։ Մի պահ ես ուսումնասիրում էի աստվածաշնչյան այն հատվածները, որոնք պարունակում էին Աստծո խոստումները իր զավակներին։ Այդ խոսքերն ինձ հիշեցրեցին, որ Տերը խոստանում է մեզ պահել ընկնելուց, մեզ անարատ ներկայացնել, հավատքով արդարացնել, հավատքով սրբացնել և հավատքով պահել սրբերին։ Նա խոստանում է, որ մեր հին մարդը հավատքով է խաչված և որ մենք հավատքով ենք տեղափոխվում նրա թագավորություն։ Այս բոլոր խոստումները մեկ ընդհանուր բան ունեին՝ հավատքով։ Ըստ Աստծո խոսքի, այս բոլոր բաներն իսկապես հավատքի հարց են։ Այսպիսով, ես եկա մեկ հստակ եզրակացության այս պայքարող քրիստոնյաների խնդիրների վերաբերյալ, ինչ որտեղ նրանց ստրկության հիմքում անհավատությունն է։ Ամեն ինչ հանգում է պարզ հավատքի բացակայությանը։ Դուք կամքի ուժով եք փորձում հաղթել։ Պողոսը նշում է. բայց նրան, որ գործք է անում, վարձքը չի համարվում շնորհքի պես, այլ պարտքի պես, բայց նրան, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն։ Հռովմայացիս 4:4-5 խոսքեր։ Ձեր հաղթանակը պետք է գա ոչ թե ջանքերի, այլ հավատքի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է ձեզ համար պայքարում։ Աստված հավատարիմ է։